Բարի երեկո բոլորին, մի քանի րոպե սպասենք հավաքվենք ու սկսենք մեր հիմնական թեմայի մասին խոսել, հրավիրենք մեր շատ սիրելի հյուրին ու սկսենք մեր հետաքրքիր ու շատ կարևոր թեման, համենայն դեպս ինձ համար շատ կարևոր է, որ հատկապես մեր հայ հասարակությունը լինի ինֆորմացված, տեղեկացված, բանիմաց, շատ կարևոր խնդիրների մասին, որոնք կհուզեն երևի թե բոլորին ու բոլորն էլ իրենց շրջապատում կունենան համենայն դեպս ծանոթ, ով ունի նմանատիպ խնդիր եւ ունի կարիք ճիշտ մոտեցման, գրագետ մոտեցման ու մասնագիտական խորհրդի, որը կներկայացնի Թերեզան իր մասնագիտական ուղղվածությամբ, նա հատուկ մանկավարժ է ու վարքային թերապիստ, զբաղվում է յուրահատուկ երեխաների հետ, որոնք ունեն այս կամ այն տեսակի խնդիր, զարգացման խնդիր, առողջական խնդիր եւ այլն։ Ու յուրահատկությունը պատմության Թերեզայի նրանում է, որ նա իր մասնագիտական կարողությունների ձեռքբերման համար, այսպես ասած, պարտական է իր հրաշքին, որը ունի ախտորոշում, աուտիզմ, ես ինքս նմանատիպ ախտորոշումներին կամ հիվանդություններին կամ ժամանակավոր նմանատիպ բարդություններին չեմ վերաբերում որպես որևէ տեսակի դժբախտություն կամ դժվարություն, իմ խորին համոզմամբ դա ընդամենը դաս է ու դաստիարակություն, որը պիտի պատվով հաղթարես ու հասկանաս ոնց դուրս գաս դրա տակից, այլ ոչ թե համակերպվես, վերաբերվես դրան որպես ինչ-որ դատավճիռ ու այսպես ասած այդ խաչը կրողի դերում լինես։ Թերեզան, եթե հիմա մեզ հետ է, խնդրում եմ։ Ահա, Թերեզան հիմա ուզում է միանալ, միացնեմ ու արդեն իրենից ավելի մանրամասն լսենք ու սկսենք մեր փորձի փոխանակումը։ Ընդունեցի։ Բարև ձեզ։ Բարև Թերեզա ջան։ Ինչպե՞ս եք։ Ոնց ես։ Լավ, շնորհակալություն։ Ես ամենօրյա ռիտուալը ավարտեցինք ու միացանք։ Իմ տղան իհարկե դեռ քնած չի, որ ես արդեն սովոր եմ իմ հետևորդները, որ ես այսպես ասած էքստրիմ պայմաններում եմ երբեմն անցկացնում իմ ուղիղ եթերները։ Սա ուղղակի նախազգուշացում, որ կարող է հեռախոսը ձեռքից պայթակ վերցվի։ Սովորենք։ Ինքը ուղղակի բարևում է բոլորին, հետո գնում է իր գործերով է զբաղվում։ Ես էլ եմ ողջունում բոլորին, ովքեր միացել են մեզ։ Շատ ուրախ եմ, շատ հաճելի է հրավերի համար, որովհետև իմ հետևորդներն էլ քեզ շատ հարցեր ունեն, ես ինքս շատ հարցեր ունեմ քեզ, Սիրվարդ ջան, եւ շնորհակալություն հրավերի համար կրկին անգամ։ Շնորհակալ եմ, որ գիտեմ քեզ, Տերեզա ջան, գիտեմ քո տեսակը, իրոք բոլոր ներկաներին ասեմ, որ շատ ուժեղ մայր, միանշանակ, ու ուղղակի հպարտություն է կյանքի ընթացքում հանդիպել, շփվել, ունենալ նման մարդիկ մեր կյանքում, ու ինչու՞ չէ, անմիջական ու մշտական փորձի փոխանակման միջոցով որոշակի ձեռքբերումներ գրանցել։ Շնորհակալ եմ, իհարկե, միանշանակ։ Հիմա Թերեզա ջան, մի փոքր ներկայացրու քեզ, հետո ես կներկայացնեմ ինձ ու սկսենք։ Ինչպես դու արդեն ներկայացրեցիր, ես իմ առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ եղել եւ ամենավճռական դեր խաղացել իմ երկրորդ մասնագիտության ընտրության հարցում։ Ես հատուկ հոգեբան վարքային թերապիստ եմ, չնայած երբ որ դու աշխատում ես զարգացման խնդրի հետ, արդեն այդ նեղ մասնագիտացումդ այդքան կարևոր չի, ինչքան քո պրոֆեսիոնալ լինելը, պրակտիկա ունենալը եւ արդեն խնդրին ծանոթ լինելը։ Աշխատում եմ Source հիմնադրամում, մենք Հայաստանի Հանրապետություն եզակի հիմնադրամն ենք, որտեղ հաճախում են զարգացման տարբեր խնդիրներ ունեցող բալիկներ։ Արդեն 5 տարի է աշխատում եմ եւ այդպես։
Թերեզա ջան, մի փոքր պատմի պատմությունը կապված Սամվելի հետ, ոնց եք իմացել, ոնց եք Գիտեք, ոնց է տեղ ունեցել ընդհանրապես ախտորոշման այդ պահը։ Գիտեք, Սամվելը այն յուրահատուկ եզակի դեպքերից է եղել, ես արդեն որպես մասնագետ եմ դա ասում, որ շատ դժվարությամբ է կայացվել աուտիզմի ախտորոշումը, քանի որ Սամվելը առաջնային խնդիր է ունեցել լսողության։ Մենք 1 տարեկանում հասկացանք, որ Սամվելը լսողության խնդիր ունի, եւ այդ ժամանակ նույնիսկ մասնագետներ էին աշխատում, որտեղ սովորաբար միջամտությունը մասնագետական կատարվում է 2.5-ից 3 տարեկանում, եթե երեխան ունի զարգացման ինչ-որ խնդիր, Սամվելի տարի 4 ամսականից աշխատում էին մասնագետներ եւ ոչ մեկ այդ ժամանակ նույնիսկ չէր էլ կասկածում, որ Սամվելը կարող է աուտիզմից ինչ-որ բան ունենալ, հա, իր զարգացման մեջ ինչ-որ բան լինի։ Ես չգիտեմ ծանոթ են մարդիկ, ովքեր լսում են մեզ, կոխլեար իմպլանտ վիրահատությանը։ Ես ինքս էլ ծանոթ չեմ։ Ես այն երևի եզակի մարդկանցից եմ, երբ որ 2004 թե 2006 թվականին առաջին անգամ Հայաստանում կատարվեց կոխլեար իմպլանտ։ Դա միջամտություն է, որ կարելի ասել բժշկության մեջ հայտնագործություն է եզակի, որովհետև մենք գիտենք, եթե մարդ լսողության խնդիր ունի, չի լսում, հա, խլություն բառ օգտագործենք, տեսողության խնդիր ունի կույրը, դա ամբողջ կյանքի համար է, չէ՞, մենք միշտ այդպես գիտենք, որովհետև այնտեղ հա, լուրջ նյարդի վնասում կա, իսկ նյարդը մենք գիտենք չի վերականգնում։ Այսօր կոխլեար իմպլանտային հնարավորությունն է տալիս, որ երեխան ներսից իմպլանտի միջոցով եւ սարքի միջոցով ինքը լիարժեք սկսում է լսել եւ խոսք պատկասնել։ Եվ ինչքան շուտ այդ վիրահատությունը կատարվում, դա շատ լավ է լինում։ Մենք իհարկե կատարեցինք 2 տարեկան էր Սամվելը, բայց ոչ մի առաջընթաց չկար։ Հակառակը մեր մոտ սկսեցին վարքային լուրջ խնդիրներ, հա, զգայական եւ այլն, եւ հետո արդեն Այսինքն լսողությունը կարգավորվեց, հա։ Գիտեք, լսողություն հա կար, բայց քանի որ ի սկզբանե ոչ մի մասնագետ այդ ընթացքում, երբ որ երեխան պետքա գնա կոխլեար իմպլանտ վիրահատության, այդ ընթացքում պետքա 6 ամիս ժամանակ, որպեսզի երեխայի հետ աշխատեն սուրդոլոգներ, մասնագետներ եւ երեխային նախապատրաստեն վիրահատությունից հետո այդ լսելու հմտության զարգացմանը, հա, որտեղ մինչեւ այդ վիրահատություն կատարվի երեխան սովորական լսողական սարքում, որ սկսի, այսինքն մեխանիկորեն այդ մեր ներվը խխունջը, ականջիկի մեջի խխունջը աշխատել։ Եվ այսպես վիրահատությունից հետո Սամվելը սկսեց արձագանքել ձայնին, իր անվանը, բայց որպես այդպես խոսքը մեր մոտ չզարգացավ։ Այս Սամվելը եկավ։ Եվ մեկ րոպե կներեք, ինձ մեծ ես էստեղ ներողություն եմ խնդրում։ Ոչինչ, Թերեզա ջան։ Թերեզա ջան, նկար չկա։ Ընդհատվեց, հիմա նորից կանչենք Թերեզային։ Սամվելը պլանները խառնեց։ Իդեպ շատ գիտակից, շատ հասկացող, շատ հետաքրքիր երեխա է, երբ որ մտնեք Թերեզայի մեջ, կարելի է տեսնել։ Հիմա նորից հրավիրենք Թերեզային։ Ընդունեցի։ Ես նախորդ ուղի եթերի ժամանակ ես կապ այնքան վատ էր, ես հույս ունենամ, որ այս անգամ նման խնդիր չի լինի, որովհետև անդադ անջատել միացել եմ ուղի եթերը, որպեսզի կարողանամ կապվել, հույս ունենամ, որ այս անգամ նման բան չի լինի։ Եվ այդպես արդեն այլ մասնագետների դիտարկումից հետո, հա, մեզ արդեն 3.5-ում դրվեց ախտորոշում, աուտիզմ։ 3 տարեկան։
3.5, այո, սովորաբար հա այդտեն մինչև այդ ընթացքը կարելի է իհարկե նկատել, բայց ոչ մի մասնագետ չէր նկատել, որ ինքը այդ սպեկտրի մեջ է, աուտիստիկ սպեկտրի մեջ է։ Մասնագետների կորտոնը բերված թողնենք, որովհետև իմ համար շատ ցավալի թեմա է, հարաբես։ Հա, ես համամիտ եմ, բայց կոնկրետ մեր պարագայում ես հիմա որպես մասնագետ եմ վերլուծում, շատ դժվար էր այդ պահը, շատ, որովհետև լսողության հետ մեկտեղ այդքան աշխատանքի ընթացքում շատ հմուտ պետք է լիներ, որ հասկանայր, որ կոնկրետ Սամվելը ունի զարգացման այլ խնդիր, բացի լսողությունից ունի զարգացման այլ խնդիր, բայց ընդհանուր առմամբ այո համամիտ եմ, Սիլվեր ջան, մասնագետների հարցում ցավոք համամիտ եմ։ Վերջ Թերեզա ջան, այլ ասելիք չունես պատմության։ Այ, ասելիքս նոր միացած ունեմ, շատ երկար։ Հետո արդեն սկսվեցին երկարատև աշխատանքներ, այսինքն մինչև առեսօր։ Ցավոք աուտիզմը զարգացման այն խնդիրն է, որ միշտ կարիք ունի աշխատանքի։ Ես այսօր վերջին անգամ էլի ուղիղ եթեր ունեցա, ցավոք սրտի այսօր աուտիզմը, հա, շահարկելու, գումար աշխատելու շատ sense դարել է արդյունավետ միջոց, շատ կլինիկաներ են բացվել, որոնք ինչ որ sense հետազոտություններ են անում, ինչ որ մեթոդներ են կիրառում, որոնք ոչ մի էֆեկտիվություն չունեն։ Ես իմ հետևորդ մայրիկներին էլ եմ միշտ ասում, այստեղ ամենակարևորը երկարատև անընդհատ թերապիան է, աշխատանքը, որը պետք է միշտ անել։ Դժվարություններից ինձ լսում եք։ Ներկաներից խնդրեմ գրեք Թերեզային տեսնում եք ձայնը, մեր ձայնը լսվում է։ Թերեզայի կապը մի քիչ հաջող չի, բայց երևի կստացվի ոչինչ։ Եթե ամեն ինչ նորմալ լսվում է տեսանելին, խնդրում եմ գրեք, որպեսզի հասկանանք։ Նոր միացածներին հիշեցնեմ, որ մենք ես ու Թերեզան այսօր անելու ենք փորձի փոխանակում, կիսվելու ենք մեր պատմություններով ու մեր ընտրած ուղիներով մեր երեխաներին դուրս բերելու ոչ այնքան պարզ իրավիճակից։ Ահա Թերեզա ջան։ Կներեք, ես ներողություն եմ խնդրում, կապը սարսափելի է։ Ոչինչ։ Եվ հետո ես շատ շնորհակալ եմ, որ Սամվելը այդ սկզբնական արդեն այդ ախտորոշումը կասկածելուց հետո, երբ որ հստակ դրվեց կասկածանք, որ երեխան ունի աուտիզմ, մենք հանդիպեցինք մասնագետի, լոգոպեդի, որտեղ ես մինչև այդ բացարձակ տեղեկացված չէ, ինչ կարող է լինել, լավ, եթե լսողության խնդիր ունենք, կոխլեար վիրահատություն արել են, որ ոչ մի բանից տեղեկացված չլինելով, ես հանդիպում եմ մի մարդու, որը բառից բուն իմաստով մանրակրկտորեն ինձ չեն լսում հիմա։ Չէ, մի քիչ առաջ որ կապը գնաց, պատկերը կորավ ուղղակի, չէ։ Հուսով եմ հիմա լսում եմ։ Բացատրեց, թե ինչ է կատարվում կոնկրետ խոսքային առումով, երբ որ իմ երեխան ինչու չի խոսում, մանրակրկտորեն բացատրեց ինչ է կատարվում հիմա իմ երեխայի հետ ու ինչու ինքը չի խոսում։ Գրեթե յուրաքանչյուր աշխատանքից հետո անհատական մենք 15 րոպե զրույց էինք ունենում, կարելի է ասել, ես դասախոսություն էի լսում։ Ու հետո ես արդեն հասկանալով, որ այստեղ սա երկար ժամանակ է տևելու, սա այդքան երկար շուտ չի անցնելու, հասկացա, որ ես ինքս պետք է սկսեմ լուրջ զբաղվել ուսումնասիրել խնդիրը, եւ ես ինքս պետք է դառնամ այդ մարդը, որ անընդհատ ուղեկցեմ, ուղղորդեմ Սամվելին, եւ արդեն մասնագիտությունս երկրորդ մասնագիտությունս բնակարար ընտրեցի հատուկ կրթության ոլորտը, հատուկ հոգեբանի, հետո ուսումնասիրեցի վարքային թերապիան, դա մեթոդ է, որը համալսարաններում բնականաբար չի դասավանդվում, էլի
ABA-ի մասին չգիտեմ լսել են թե չեն լսել շատ այստեղ մարդիկ, չգիտեմ դուք ծանոթ ես չէ ոչ։ Իհարկե ես միանշանակ մի մեթոդի կողմնակից չեմ ու աուտիզմի դեպքում այդ զարգացման աուտիզմային խնդիրն է, որ չի կարելի մի մեթոդով, ոչ թե չի կարելի, այլ չես կարող մի մեթոդով հասնես արդյունքի։ Դու պետք է բոլոր մեթոդները ընտրես, կիրառես այն ամենակարևոր էլեմենտները մեթոդի, հասկանաս այդ պահին կոնկրետ երեխային ինչ մեթոդով պետք է հանել այս վիճակից, աշխատել այս խնդրահարույց վարքի հետ, որտեղ բացի նրանից, երբ որ դու ունես հիպերակտիվություն, սարսափելի հիպերակտիվություն, շատ դժվար է մասնագետ ընտրել, ճիշտ մասնագետ ընտրել, որպեսզի ուղղորդի քո երեխային, ու երբ որ հասավ են պահորից հասկանում եմ, ես եմ մասնագետին դեռ հələ կրթություն չստանալով, ես մասնագետին ուղղորդում եմ ինչ պետք է ինքը անի Սամվելի հետ, որ խնդրի հետ պետք է աշխատի, ես հասկացա, որ պետք է այս գործով շատ լուրջ սկսել զբաղվել։ Մասնագետը ինչքան էլ ինքը բանիմաց ու ինչպես որակյալ լինի, մասնագետը ինչքան էլ որակով լինի, մեկը երեխային մորպես ոչ մեկ չի ճանաչում, ես քեզ Սիլվար ջան Տերեզա ջան։ Ուզում եմ ասել, որ մոր մոտեցումը միշտ էլ ինքը ավելի արմատական, ավելի խորը, ավելի հիմնավոր է, քան ասենք ինչ-որ անծանոթ տիպուս շատ որակով մասնագետի։ Պետք է ինչ-որ սենց համախումբ, համատեղ աշխատանք մասնագետ մայր, ու երբ որ քո պես մասնագետն ու մայրը մեկտեղվում է, այդ ընդհանրապես շատ լավ է։ Շնորհակալություն շատ։ Իրականում այո, աուտիզմը ես միշտ իմ գոլեգաներին էլ սկսնակ են մարդկանց, ովքեր ընտրել են, հա, հատուկ կրթության ոլորտը, ես միշտ ասում եմ, աուտիզմը շատ տարբերվում է զարգացման այլ խնդիրներից, որտեղ դուք այստեղ գործ ունեք սպեկտրի հետ։ Այսինքն դա մի խնդիր չի, դա մի հատ ամբողջ խնդիրների բան է, բազմազանություն է եւ այլ բան է, դուք ապրում եք խնդրի հետ, երբ որ դուք աշխատում եք խնդրի հետ, եւ երբ որ դուք այդ երկուսն էլ անում եք, դա լրիվ այլ բան է, երբ որ դուք համ ապրում եք խնդրի հետ, համ աշխատում խնդրի հետ։ Եվ միշտ ասում եմ բոլոր ուսանողներին, ասում ուղղակի մի ընտրեք այս մասնագետը, եթե դուք չեք կարող, չեք սիրում, չեք դժվարանում եք, դա ուղղակի ձեզ պետք է հա դիպլոմ ստանալու համար մի արեք նման բան, որովհետև դուք երեխաների ճակատագրերի հետ եք խաղում իրականում։ Եվ չգիտեմ, հույս ունեմ իմ ասածները, որտեղ շատ էլի ուսանողներ կան հատուկ կրթության ոլորտից, ֆակուլտետից, որ ինձ հետևում են Instagram-ում, ու շատ մեծակապ է իրանց հետ, ու ես ուրախ եմ, որ նույնիսկ ուսանողները իրանք բավականին բանիմաց, խորը, խնդրին ուսումնասիրելով այս ուղղակի դիպլոմ ստանալու համար չեն սովորում ու չեն ընտրել այդ մասնագիտությունը զուտ դրա համար։ Հույսով եմ, որ այդպես էլ կլինի։ Կարևոր է իհարկե։ Սկսեմ ես պատմել, հա, Թերեզա ջան, ու անցնենք հարցերին։ Դուք ինձ լսում եք, ինձ թվում է, որ անդադ ինձ ձայնը կտրատել։ Հիմա այս պահին լսում ենք արդեն։ Երևի այսքան է մեր պատմությունից, այսինքն մեր պատմությունը մինչև այլ շարունակում է, մենք մինչև այլ աշխատում ենք, մենք ամեն օր թերապիաների մեջ ենք, հա, հիմա շատ ավելի այս տարիքում պետք է աուտիզմ ունեցող երեխային հետ ֆիզիկական ակտիվությունը, սպորտային, ինչ-որ ադապտատիվ սպորտի, հա, ձևեր, որը մենք փորձում ենք անդադ կիրառել։ Եվ ամեն օր փորձում ենք այդ օրվա, հա, եղած խնդիրը հաղթահարել։ Ու հույս ունենամ, որ մեր մոտ շարունակի ստացվել։ Վերջերս Սամվելի անպայման տրամադրվածությունից շատ լողավազանից ինչ որ հատված էի տեղադրել, դուք ոնց եք անում, որ հենց մի անգամից ամեն ինչ ձեզ մոտ ստացվում է, իրականում այդ ուղղակի Instagram-ն ամեն ինչ չի ստացվում։ Հակառակը ստացվում։
Մենք 3 տարի է թևիկներով արդեն ամենախորը հատվածում լողանում ենք։ Բայց երբ որ ամառը վերջանում է, մենք ինչ որ ժամանակ լողավազան չենք հաճախում, ամեն անգամ լողավազան մտնելուց մի հատ վախ, մի հատ հոգեբանական լուրջ վիճակ ենք։ Մինչև էլի գնում ենք թևիկներով հասնում ենք այդ լողավազանի ամենախորը մասը։ Այսինքն այդ հմտություն ունի, բայց տես չի, որ մենք միշտ ամեն ինչ հաղթահարում ենք։ Մենք շատ դժվարությամբ ասում ենք ինչ-որ արդյունքի, հա, այդպես չի, որ միշտ ամեն ինչ ստացվում է։ Ինստագրամով իրականում այո, տենց է, այդպես էլ չի։ Դե հատուկ մենք բոլորս գիտենք, էլի լավ կապերն ենք դնում, ստացվածը ուրախանում ենք դրանց վրա, հետո այդպես էլ պիտի լինի ուրախության։ Փորձում եմ, չես փորձում անես, որ Ինստագրամը, երբ որ դու ի սկզբանե ընտրել ես իրազեկման ինչ-որ մի հատ միջոց, չեմ ուզում հասնի նրան, որ դա ինչ-որ դառնա ուրիշ նկատառումներով, հա, ես չեմ կարող ամեն անգամ այդ վարքերը հարույց հաղթահարելու վարքերը նկարեմ եւ տեղադրեմ սթորիներում, բայց ես փորձում եմ այն մամաներին, ովքեր ասում են, վայ, Սամվելը չի լացում, Սամվելը չի գոռում, Սամվելը ասում իհարկե անում է, բայց դուք պատկերացնում եք այդ ամեն անգամ ես դա տեղադրեմ ու դուք տեսնեք մենք մի հատ բանը, էլի մի հատ վարք հաղթարեցինք, չէ, բայց ես ձեզ իրականում ասում եմ, մի անգամ այդ մի հատ վարք հաղթահարեցինք ու ես սթորի տեղադրեցինք, ընդհանրապես ասենց լացակումած ինչ որ տեսարան էր, այդ եզակի դեպքն էր, որ ինձ այդպես վատ նամակ գրեց այդ աղջիկը, որ ասես դուք ոնց եք ձեր երեխային նվաստացնում ու տեղադրում դա Ինստագրամում։ Ու ես բացատրեցի, ասում դուք պատկերացնում եք, ես ամեն անգամ ինչ որ մի հատ լաց հաղթահարելիս, մի հատ վարք հաղթահարելիս նման նամակ ստանամ, որ ես նվաստացնում եմ Սամվելին, դա ընդհանրապես հաղթահարելի վարք է։ Հետաքրքիրն է, որ նման ասենք հաղորդագրություն գրող ենք մտածում, որ ինքն ավելի բանիմացի սրտացավ, քան տվյալ երեխայի մայրը։ Հա, դա ես բացատրեցի, ես էլ չվիրավորվեցի, ես շատ կոռեկտ իրան բացատրեցի, որ սխալ տերմին է ընտրել մոր եւ երեխայի հարաբերությունները նկարագրելիս, բայց այնուամենայնիվ բացատրեցի, որ ես ընդամենը վարքն եմ նկարագրել, ոչ թե իր լացը, դա ընդամենը վարք էր, ուշադրության գրավում էր ու ուրիշ ոչ մի բան։ Այդպես։ Մեր մոտ սա երևի պատմել, հա։ Հա, ես մինչև պատմելը, ես քեզ մի հատ հարց եմ ուզում տամ, Սիլվեր, որովհետև քո կարծիքներն այն համար շատ կարևոր։ Դու պատվաստումների ինչպես ես վերաբերվում։ Ընդհանրապես, անկախ երեխայի խնդիրներից։ Այս պահին իմ գիտակցության մակարդակը հաշվի առնելով գիտելիքները նաև այս պահին։ Ես միշտ, ասենք, օրացույցային պարտաճանաչությամբ արել եմ մեծիս դեպքում։ Հիմա այս պահին վերաբերվում եմ կտրականապես բացասական միանշանակ։ Նույնիսկ ասենք չեմ կասկածում այդ մասին բարձրաձայնել կամ ինչ-որ ուղիղ եթերով ասելու համար, էլի։ Ինչի համար, քանի որ տեսեք, իմ հանդիպած ամենայն դեպս իմ հանդիպած բոլոր դեպքերի 90%-ը իրենց վառ արտահայտումը ստացել են անմիջապես պատվաստումից հետո։ Մի հատ գրագիտության պահ կա, որ բացակայում է մեր բոլոր պատվաստումներ արող հիմնարկների աշխատակազմի մոտ, ասենք, երբ որ պատվաստումը արվում է առանց նախնական սկրինինգային ինչ-որ հետազոտության, առանց կան պատվաստանյութեր, որոնք ուղղակի կտրականապես չի կարելի անել նույնիսկ այն երեխաներին, որոնք ունեն թեթևակի նյարդային խնդիրներ։ Թեթևակի չեմ ասում, ասենք ինչ-որ խորը հիմքով նյարդային խնդիրներ, ինչպես ասենք մեր դեպքում։ Նու, երբ որ դաժե խնդիր չկա, երբ որ երեխան իդեալական առողջություն ունի, չէ, հավանականությունը, որ ինքը պատվաստումից հետո որևէ ինչ-որ քրոնիկ հիմնային խնդրի առաջ չի կանգնի, 50-50-ը։ Կախված, պայմանավորված տվյալ երեխայի իմունիտետից, գենետիկական առանձնահատկություններից ու մի շարք այլ հարցերից, որոնք բնականաբար, ասենք, շարքային պոլիկլինիկայում կամ գյուղական կլինիկային ոչ մեկը այդ հարցերին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում։ Ես իմ փոքրին արել եմ երևի թե նախնական 2-3 պատվաստում, դրանից հետո պատվաստում չեմ արել։ 2 տարիա չենք հիվանդանում ոչ մի տեսակի վիրուսով, ոչ մի տեսակի պոլիպային սնկային, չգիտեմ ինչերի համար են այդ պատվաստումներն անում։ Զարգացումը հոյակապ, առաջխաղացումը հոյակապ, ֆիզիկական վիճակը հոյակապ, ու չեմ էլ կարծում, որ դրա կարիքը կա, ու առավել ևս հիմա համոզված եմ, որ դրա կարիքը իրոք որ չկա։ Եթե Աստված չանի, օրինակ երեխան վարակվում է տվյալ վիրուսով, չէ,
որի դիմաց որ կատարվում պատվաստում։ Այդ պահին երեխան ինքը կարա վերարտադրի հակամարմին հակավիրուս, չէ, տվյալ վիրուսի հանդեպ ու նույն կերպ հաղթարի, ինչ որ այդ պարագայում պատվաստի միջոցով այդ նույն վիրուսը ներմուծվում է իբր թե ներմուծվում է, որպեսզի երեխան, այսպես ասած, իմունիտետ ձևավորի տվյալ վիրուսի դեպքում համար, որպեսզի երկրորդ անգամ վարակվելիս ավելի թեթև տանի, չէ։ Ու ստեղ դրամաբանությունը մի փոքր իմ համար անհասկանալի է, էլի։ Ինչի չի կարելի այդ ամեն ինչ բնական միջոցով ձևավորել բնական, այսինքն չեն աշխատում երեխայի իմունիտետի բարձրացման դաստիարակության գրագիտության վրա, այլ ինչ որ երեխան ծնվելու, երբ ծնվելուց 3-4 ժամ հետո արդեն ստանում է իր առաջին ներարկումը, դա ի՞նչ է նշանակում։ Ինչ է դա նշանակում, էլի, ասենք ոչ մի կերպ ինքնուրույն չի տեղավորվում։ Ու ոչ մեկ հարց չի տալիս ծննդկանին ուզում ես քո երեխային անենք այդ ներարկումը, իրան գալիս, փաթաթում, իր ձեռքով տանում, ինչ պետք է անում, բերում տալիս են քեզ։ Ես մեզև քիշեցի, որ երբ որ Սամվելին արդեն բերեցին իմ մոտ, այդ ոտիկից BCG կոչվածն է, չի անում, որ ինչ որ ես տեսնում որ հիվանդանոցում երեք տեսակի պատվաստում են անում նախքան դուրս գրելը։ Ամեն դեպքում այ ինչ որ տարիքային գոնե փուլ պետք է անցնի երեխան, որ իմ կարծիքով դա Չէ, տարիքային ես օրինակ չեմ ողջունում։ Այդ ամբողջը չեն ողջունում, քանի որ ի սկզբանե երբ որ մարդ արարածը ծնվել է, ոչ եղել է պատվաստում, ոչ եղել է այս 1000 տեսակի անիմաստ տեղորակ, բայց մարդիկ ապրել են 7 անգամ ավելի երկար, 8 անգամ ավելի առողջ, 9 անգամ ավելի ինքնավստահ, քան այսօր։ Ճիշտ է։ Լավ, հիմա լսենք քեզ, որտեվ ես էլ անհամբեր սպասում եմ քո պատմության ու շադիր լսենք քեզ։ Մեր պատմությունը ինքը մի քիչ այլ ձեզպես այնպես չի, որ մի անգամից մեզ դիագնոզ են դրել կամ ախտորոշումը հենց մի անգամից մեր մոտ մի քիչ դժվար էր, քանի որ ասենք Կարենը ինքը արտաքուստ ոչինչով չի տարբերվել։ Ես դրանց անուններ չհիշի։ Լիան ջան, տես պատվաստումներին առասարակ ոչ մեկին կողմ չեմ, ոչ մեկին առանց անունների, առանց բացատրության։ Ես եթե ասենք այս պահին իմ իմացածով ես մտնեմ այդ հիմնարկ հաստատություն, որտեղ որ իմ երեխային պատրաստվում են պատվաստում անելու, իրանք չեն կարող բավարարել ոչ իմ հարցերի, չեն կարող տալ ոչ իմ հարցերի պատասխանը, ոչ իմ պահանջած փաստաթղթերը, ոչ էլ հիմնավորում, որ իմ երեխան կարիք ունի պատվաստման։ Հետևաբար, ասենք իմաստություն է էլի հիմնարկ ընդհանրապես ոտք դնելը։ Հենց այնպես երեխաներին ոնց են դպրոցում առաջի դասարանը բոլորի շարում բանաստեղծություն հարցնում, նույն ձևի բոլորի շարում են հավասարը հավասարի պես ուզում են պատվաստել։ Առանց լուրջ հետազոտության, առանց լուրջ նու ամենամինիմալ բանը, որ պիտի անեն գոնե, տեղեկացնեն, ասենք այն դեպքերի մասին, որ դեպքերում որ չի կարելի անել պատվաստում կամ հնարավոր հետևանքների մասին չկա ինֆորմացիոն ոչ մի տեսակի աջակցություն ոչ ծնողին, ոչ տատիկին, ոչ մեկին։ Այդ գրագիտությունը շատ է պակասում ու ասենք երբ որ նույնիսկ երեխան խնդիր ունի, ակնհայտ ու մասնագետը կարա այդ նկատի, չէ, շատ մեծ մասամբ ասենք հանգստացնում են հետևյալ արտահայտությամբ, հա, այս ինչ մարդ երեխան դարձել է 5 տարեկան նորա խոսել, այն մյուսին դարձել է 15 տարեկան նոր մի անգամից ունեն ցա խոսել տանեցիներով չեն կարողացել դեմն առնել ու սենց абսուրդ խոսակցություններ էլի։ Նո խնդրին որ կարելի է տեղեկանալ, սկսել դրա դեմ, ասենք որոշակի քայլեր ձեռնարկել մի տարի հետո, մի տարի առաջ, ու դրա մասին իր շնորհիվ ճակերտավոր սեփական անգրագիտության ու այդ սպասարկող անձնակազմի անգրագիտության տեղի ունենում 3 տարի հետո, 2 տարի հետո։ Նու ես ոչ մեկին չեմ մեղադրում եմ միայն ինձ, նու ինչ որտեղ ինձ էլ չեմ մեղադրում, քանի որ յուրաքանչյուրս որոշումներ կայացնում ենք այդ պահին մեր մտավոր ունակությունների առավելագույնի չափով։ Մեր երեխաների վատը ոչ մի պարագայում չենք ուզենա։ Նու բայց արդեն իսկ լավ է, էլի որ ունենք առաջընթաց, հասկանում ենք եւ մեր սխալը, եւ մեր ճիշտը, եւ մեր թերությունը, չգիտեմ 1 տարեկանին ինչ են ներարկում, չգիտեմ վրա այդ տարիքայինը։
նու լյան այդ ամեն ինչը ուղղակի sense չակերտավոր առողջապահական սիստեմա կոչվում, որը իմ խորին համոզմամբ ես չեմ վախենա ասելու այդ յուրահատուկ զտումը մարդկային ռասայի զտումը, այսինքն թույլ գեները, թույլ իմունիտետ ունեցողները իրանք ավտոմատ զտվում են։ Մնում են հատուկենտ, ասենք բնատուր ձիգ գենետիկա ունեցող մարդիկ, որոնք չեն ունենում այդ խնդիրները, ասենք ես էլ պատվաստել եմ, բայց ես չունեմ խնդիր, բայց ես իմ մեջ ունեմ մուտացիա, որը բերել է իմ երեխու խնդրի, ասենք երկնքից այ դա իմ վրա կամ ինչի հետևանք է էլի, իտոգում մարդու էվոլյուցիայի ընթացքում ինչ որ ստեղծվել, այդ բոլորը չի ստեղծվել մարդուն օգուտ տալու համար, այդ միանշանակ, այդ 100% տենց, ինչքան մոտ քո ակունքներին, ինչքան մոտ բնականին, այնքան ավելի ապահով, այնքան ավելի առողջ, այնքան ավելի բնական, ավելի ճիշտ։ Ճիշտ ես, միանշանակ Սիլվիա ջան։ Մեր դեպքում ոնց եղավ Թերեզա ջան, 2 տարի կես կան երևի, նո մեր մոտ այնքան թեթև այտենց տեսեք էպիլեպսիա ասում են միշտ հասկանում են ուշագնացություն, վերանից բրբուրներ եւ այլն, էպիլեպսիան իրականում գոյություն ունի միլիոնավոր տեսակներ ու բոլորն էլ միմյանցից շատ տարբեր ու կան տեսակներ, որ նույնիսկ դեռ չի էլ տեսնվել որևիցե մեկի կողմից, ինչպես եւ մերը։ Նու, երբ որ առաջի անգամ ինչ որ սենց աչքերի հաճախակի թարթոցներ, ինչ որ առարկաներից դերքից պատահական ցած գցել, հետո խոսքի ուշացում ու ոտքերի մի քիչ ինքը որ քայլվեր, սենց արջի պես էլի, սենց շորորալով թույլ ոտքերով։ Այդ էր հիմնական, ասենք հիմնական բանը, որ նկատվում էր, ասենք որ տարբերվում էր, այդ էր։ Ու մենք երևի 3 անգամ, 2 կամ 3 անգամ այդ հարցով գնացել ենք նյարդաբանի մոտ, նկարագրել ենք, ասենք ինչ ենք նկատում, ու ինչ ենք լսում, որ նորմալ է, ինչպես որ ասենք սովորական մեր պոլիկլինիկայում են մեզ ասում են, նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա, աստիճաններով բարձրացնել, իջեցնել, այնտեղ բանի ռեակցիայի ստուգում են մուրճիկով, նու 100 տեսակ սկրինինգներ եւ այլն, ամեն ինչ նորմալ է, ժամանակի հարցը կհաղթահարի։ Նու երբ որ ես տեսնում եմ էլի, որ այնպես չի, որ այդ ինչ որ հաղթահարվող հարց է կամ ժամանակ կամ այդպես լուրջ բան չկա, արդեն կրկնակի եռակի անգամ նույն մասնագետի մոտ, նես չի որ տարբեր մարդկանց մոտ, ու իտոգում որոշվեց, որ անենք EEG-ն, որպեսզի պարզ լինի մեր ժողովրդին, այսպես ասած, սրտին ոնց են անում սրտի աշխատանքը ստուգելու, նույնը, ասենք գլխուղեղի աշխատանք։ Ու միանգամից այդ նևրոպաթոլոգին շատ զարմացավ, նախ ասում է ես միայն մի բանի վրա եմ զարմանում, էլի ոնց էս EEG պատկերի դեպքում դու ունես այս տիպի երեխա։ Ինքը ոչ մի ձևի ցույց չի տալիս, բայց ինքը 10 վայրկյանից 8-ի մեջ 10 վայրկյան այս ինչ կատարվեց։ Ահա 10 վայրկյանից 8-ը ունի, ահա, Թերեզա ջան նորմալ է։ Լսում եմ, Սիլվիա ջան, ես քեզ։ Նու 10 վայրկյանից 8 վայրկյանը իր մոտ ցնցումներ են, որոնք անզեն աչքով չեն երևում։ Բայց իտոգում այդ ցնցումները չեն թողնում, որ ասենք երեխան իր տարիքային սանդղակով առաջ գնա։ Ինքը նույնիսկ ասում է, ես զարմանում եմ, որ ինքը կարողանում է քայլել։ Նույնիսկ այդպես բան է էլի ասում։ Ես տեսնում եմ էլի, որ իտոգում այդ ամեն ինչը այդպես չի, ինչպես որ ներկայացվում է միոկլոնիկ էպիլեպսիան, ինքը, այսպես ասած, ամբողջ կյանքի համար ոնց որ տենց դատավճռի նման ինչ որ բան է։ Երբ որ նայում ես պատմություններ էլի, բայց ոնց ասում եմ, մայրական սիրտը միշտ ճիշտ է, ու ես միշտ իմ հոգեփորքում գիտեմ էլի, որ այդպես չի ու այդպես չի եղել, նու կա խնդիր կա, բայց այնպես չի, որ այդ խնդիրը ինչ որ խաչ, չէ, այդպես չի։ Նու դե քանի որ ես կյանքից մեջ բնականաբար չեմ լսել այդ ինչը, տեսել եմ շրջապատում, ունեցել ենք նմանատիպ դեպքեր, որ երեխաներ են եղել, ես էլ անձամբ շատ ուշադիր եմ եղել, իրանց շատ հոգատար, միշտ ուշադիր, իրենց վիրավորողների հետ նույնիսկ վեճերի եմ բռնվել, ծեծկրտուք ա եղել, նու ծանոթ էի, բայց որ ասենք այդ ինչա, ոնց ա լինում, ինչից ա գալիս, բնականաբար անգետ։ Սկսեցի ուսումնասիրել,
ինտերնետով հիմնականում, քանի որ ոչ մի մասնակետ ճակերտավոր ժամանակ չուներ ինձ բացատրելու իմ երեխայի խնդիրը։ Իրանց խնդիրն էր մենակ տեղ գրել ու ինձ ուղարկել ինձ։ Ու ամենավատային էր, որ հենց այդ էգին անելուց երևի մի 2-3 րոպե հետո ինքը սենյակում հենց բացում է ու առաջին չափաբաժինը հենց իմ ներկայությամբ տալիս է երեխային, առանց հարցնելու, առանց զգուշացնելու, առանց բացատրելու, առանց ներկաց մենք պետք է րոպե առաջ այս ամեն ինչի թեմն առնենք։ Ես էլ դե այդ պահին անգրագետ այդ հարցում։ Ու լսում եմ խոնարհաբար ու անում ենք այն ինչ որ այդ մարդը մեզ ասում է։ Ասում է, որ պիտի 15 օրը 1, 10 օրը 1 մենք այդ դոզան բարձրացնենք ու երբ որ զգում ենք, որ էլ ոչինչ չկա, ասենք չկա որևէ տեսակի կասկածելի բան, որ քո աչքը նկատում է, ուրեմն այդ իր դոզան է։ Բայց դե ամբողջ կյանքումս դեղորայքին դեմ, ես իմ գիտակից կյանքում չգիտեմ, երևի 2-3 կոճակ տեղ խմած կամ թե չկամ։ Ես իմ երեխային 2 տարեկան պետք է ստաբիլ օրը 2 անգամ տեղ տամ, այդ իմ համար աշխարհի վերջն էր։ Նու արեցինք, ինչ որ էր, արեցինք 3 ամիս, մեզ ասեցին արագ գալու կարիք չկա, երբ որ կգտնեք ձեր դոզան, նոր եկեք։ Առանց բացատրելու, որ միգուցե ասենք այդ տեղը ինքը ունենա հակառակ ազդեցություն, կարող է ունենա ավելի վատ ազդեցություն, ինչպես որ եղավ էլի։ Ու 3 ամիս հետո, որ մենք գնացինք իմ էլի բազմաթիվ բնդումների արդյունքում գնացինք, որպեսզի հասկանանք էլի օգուտ կա, չկա, ինչ շարժ կա, չկա։ Նորից եկի արեցին ու պարզվեց, որ եղածը եռապատկվել է, ի շնորհիվ այդ լավ տեղի։ Նու հետո սկսեցինք տարբեր երկրներից տարբեր տեսակի տեղեր եւ այլն համադրություններ, մի տարի այդպես փորձարկումներ էին անում մեր վրա, առանց խոստովանելու, որ իրանք իրենց պրոֆեսիոնալ փորձի ընթացքում նման բան չեն հանդիպել։ Ու այդ մասին ինձ մի օր պատահական միջանցքում մեր բժիշկը գնացել էր Արցախ թերթական էգեի ժամանակ, միջանցքում արաբկիր կենտրոն էին գնում, բիայնային գիտես, չգիտեմ, ծանոթ ես բիայնա սոկության ինքը։ Միակ մասնագետն էր այդ պահին, որի մոտ կարելի էր տանել, ստուգել, հասկանալ էլի մեր երեխայի էգեն ինչ վիճակում է։ Իդեպ եղել է բան, որ դեղորայքի վրա Նևրոպաթոլոգներն են ձեզ հետազոտել, Սիլվար ջան։ Դուք էստեղ եք այդ նևրոպաթոլոգներին դեղացել, հա։ Բիայնագակի ձեր հա, բիայնագակի գնան ձեր բժիշկը չի եղել։ Չի, ուղղակի փոխարինել է այդ ժամանակ։ Այդ պահին ուղղակի մի պահի փորձեցինք, դաժե ինքը չէր համաձայնվում նայել, որտեղ ինքը շատ զբաղված, շատ ուշ մասնագետներ դիրքերից ցած չէր իշնում, այսպես ասած։ Ու դենց միջանցքում մի պահ իրան բասկի մեջ բռնեցինք, այդ թուղթը ուղղակի իրան ցույց տվեցինք, խնդրում ենք նայեք, տեսեք, աչքա չկա։ Ու ինքը ես իրան իհարկե շատ շնորհակալ եմ այդ արտահայտության համար, իրոք շատ շնորհակալ եմ, որ ինքը այդ իմ դեմքին ասաց, որ էս չի անցնելու։ Ասաց, որ չի անցնելու։ Այսինքն քո երեխան իր կյանքի ամբողջ կյանքի ընթացքում պետք է խմի այդ դեղորայքը ու իր կյանքի ընթացքում ողջ ընթացքում պետք է փոխես այդ տեղը։ Ասենք կգամ այս մեկը չի օգնի, հա։ Հենց տենց ասեց քեզ։ Հա, հենց տենց։ Ստառնասրտորեն ես շնորհակալ եմ իտոգում ու այդ պահին այդ էլեկտրաշոկի նման մի հատ բան էր էլի, որ այդ էր իմ դվիժոկը այդ պահին, այդ ինձ ստիպեց ընդհանրապես ուղեղս ուրիշ կողմով միացնեմ։ Երևի որ ինքը այդ ինձ չասեր, երևի մինչև հիմա էլ մենք այդ թերապիաների վրա լինեինք։ Նու ասեց, որ չի անցնել։ Ու շարունակեց իր ամենօրյա ընթացքը։ Всё, միջանցքում այդ մի պահ ասեց ու գնա։ Մի ընդհատեմ, այնց նույն բիայնը ես իհարկե ողջունում եմ ինքը ցավոք, բայց Հայաստանի առաջատար նյարդաբաններից այսօր համարվում։ Լավագույնն է։ Պատվաստումների խոսեցինք, ես անձամբ ես եմ իմացել, որ ինքը պատվաստումները ասենց պրոպագանդող մարդ է, բայց ինքը պատվաստումը հատուկ իր համար, իր բալիկների համար կարծեմ, չգիտեմ, դիսերտակեցված չի, պատվաստումները դրսից է բերել տալի։ Ոչ մի այստեղի եղած Հայաստանի պատվաստումներ չի պատվաստել իր բալիկներին։ Դժվար կգտնես մի հատ բուժ աշխատող, թե լինի բուժքույր, թե լինի պրոֆեսոր, որ ինքը դեմ կողմ լինի չպատվաստելու։ Դրանք ուղղակի ուրիշ տարբերակ չունեն։ Մեզ Ստելլան իմ հետևորդներից գրել է ինչի մասին ենք խոսում, Սիվարթե
խոսում է իր բալիկի հետ անցած այդ ճանապարհից, ոնց է ախտորոշման հետ հանդիպել, ոնց են այդ բուժումները անցել, ինչ խնդիրների են հանդիպել ու շատ հետաքրքիր պատմություն է, ես անհամբեր լսեմ վերջը ինչ ենք ստանալու։ Դու շարունակի Սիլվա Ոնց ասում է վերջը բարի։ Այո, կարևորը դա է։ Դրանից հետո էլի Google-ը ինձ օգնական, YouTube-ը հիմնականում սկսեցի փնտրել ոչ դեղորայքային, որտեղ արդեն իրոք հասկանում ես, որ աշխարհում ինչքան դեղ կա, պետք է փորձարկենք քո երախու վրա, քանի որ Ֆրանսիայից մասնագետներ եկել էլի արաբկիր։ Ինքը նայեց, ինքն էլ հիացած էր նախ Կարենի ֆիզիկական վիճակով։ Ու ասում էր, ձեր դիագնոզը, ձեր էգեները ու ձեր հիմիկվա վիճակը ընդհանրապես իրար հետ չեն բռնում։ Ընդհանրապես։ Ձեր էգեն ես որ ասում եմ նախքան ձեր մտնելը տեսա, մտածեցի, որ ինչ որ կալյասկա մատ երեխա պետք է բերեն։ Բայց Կարենը իր ոտով վազել, քրներ խաղալ, խոսել, որոշ բառեր ասում էր, էլի։ Նու ասեցին, որ մենք ուղղակի մեր ողջ պրակտիկայի ընթացքում չենք ունեցել կոնկրետ նման դեպք չենք ունեցել ու չկա կոնկրետ սխեմա, ստեղել են մեզ բազմաթիվ անգամ ասել, որ կոնկրետ այդ դիագնոզը չունի կոնկրետ բուժում, չկա տենց մի հատ տեղացանք դեղային համադրություն, ասենց ասած, որ այդ կոնկրետ օգնումը այս դեպքում չկա։ Ուղղակի պետք է մեր վրա պրակտիկա ձեռք բերել, կոպիտ ասած։ Հասկանամ ոնց օգնեն։ Հետո փնտրտուքների արդյունքում գտա մի հատ ռոլիկ, որտեղ մայրը ինքը օձիվ հայերեն ոնց ասենք կարծիք է հայտնում իրանց բուժման ընթացքի մասին ու նկարում այդ երեխային մինչև բուժումը ու բուժման ընթացքում ոնց է տեղի ունեցել այդ ամբողջը ու ես շատ մեծ ազդեցություն թողեց իմ վրա։ Իր երեխան էլ սինդրոմ Դուզե ուներ։ Սինդրոմ Դուզեն ինքը շատ ահավոր հիվանդություն է, ու ասենք երեխան ինքը կանջարեղենից ոչինչով չի տարբերվում, էլի անընդհատ։ Ո՞ր սինդրոմը կներես Սիլվարջան։ Դուզե, սինդրոմ Դուզե։ Ոչ քայլել, ոչ վազել, ոչ ձեռքով ինչ-որ բան բռնել, անշարժ լրիվ պարալիզացված վիճակ։ Ու ցույց էր տալիս ոնց է իր երեխային ամիս ու կեսվա ընթացքում այդ մեթոդով առաջնորդվելու ինքը սկսել է վազել, հեծանիվ քշել, սկսել է խոսել, նկարել, գրել։ Իհարկե այդ process-ը այնպես չի էլի, որ ամիս ու կես է տևում, երկար է։ Ինչև հիմա էլ իրանք մեր պես այդ մեթոդով առաջնորդվում են ու ունեն ահագին ձեռքբերումներ ունեն ու անհամեմատելի է ուղղակի։ Երբ որ համեմատում ես նույն դիագնոզով սովորական բժշկությամբ առաջնորդվող մարդկանց ու այս մարդկանց լրիվ տարբեր են։ Մենք էլ բնականաբար զանգեցինք, խոսեցինք, հասկացանք ինչի մասին է խոսքը ու ես հասկացա, որ դիտողում Հայաստանում ու մեր գյուղում այդ ամեն չանելը անիրական կլինի։ Ինձանից շատ մեծ համբերություն, ջանքեր, նյարդեր կպահանջվեն ու միգուցե եւ չկարողանամ էլ, որտեղ դժվար է այսօր բոլորին բացատրել քո խնդիրը ու խնդրել, որ գոնե ասենք եթե չեն օգնում չխանգարեն։ Դրա համար որոշեցինք տեղափոխվել ու այստեղ հիմնավոր 100%-ով անել այն, ինչ որ պիտի անենք։ Ինչու՞մն է կայանում, մեթոդը կոչվում է բիրեգեն, հետազոտել այդ բոլոր մասերը իրար կպցրել, այդ սիստեմը ստացել է Բագդան Քրիստովը։ Ինչու՞մն է կայանում խնդիրը։ Մենք իդեպ նշեմ, որ այս մեթոդի շնորհիվ 6 ամսում լրիվ դեղորայքը հանեցինք ու առանց դեղորայքի շատ ընտիր առաջ ենք գնում մինչև 2 տարի արդեն դաժե հասարակ անտիբիոտիկ կամ ջերմիջեցնող ապտեկա ընդհանրապես չենք մտել բացարձակապես որտեղ կարիք չի եղել նես չի որ ես պրինցիպ ունեմ ապտեկա չգնալու կարիքը չի եղել ուղղակի ինչ ենք անում բաղկացած է մի քանի մասերից առաջինը դիետա էլ չէ ուղղակի ճիշտ սնվել ճիշտ սնունդ ոնց պիտի մարդը սնվի էլի ըստ արյան խմբերի մինչև անցնենք առաջ, քանի որ դու ամբողջությամբ ես sense ամբողջ ուղեղով սպասում եմ երբ եմ քեզ հանդիպելու, անկեղծ, երբ եմ հանդիպելու sense հիմա հասկանանք դու գիտես Սամվելին, գիտես Սամվելի ուտելը, գիտես Սամվելը ինչ ահավոր ձևի է սնվում, հիմա ես քեզ հարց տամ, մեր մոտ կոնկրետ, եթե ես սկսեմ այդ ամեն ինչ անել, կարող է այնպես լինի, որ Սամվելը 2 օր ընդհանրապես բան չուտի, այսինքն ես նույնիսկ ինքը ձգտի այդ հացը
երբ որ ես մեկ-մեկ եմ որ սենց արդեն էմոցիոնալ ուժասպառ եմ լինում, որ ուզում եմ, որ ինքը գոնե մի փոքր առողջ ծնվի, ես ամբողջ տանը պահում եմ այդ վատ ոչ օգտակար բաները, ես հասկանում որ ինքը գնում է նույնիսկ հացն է վերցնում, եթե ես այդ հացն էլ պահեմ, ինքը 2 օր Սենց օրինակ միակ բան կա, Թերեզա ջան, եթե որոշում եք անել, այդ անում են ոչ թե մենակ ասենք երեխայի հարցում, այդ անում են ամբողջ ընտանիքում։ Մեր օրինակը ցույց տվեց, ասենք մենք սկզբում տենց էինք արել, երեխաներն առանձին, մենք ընտանիքի բոլոր անդամները։ Բայց այդ առանձին վիճակը ինքը իրանից ենթադրում է որոշակի ստրես, որոշակի լարվածություն, որոշակի խնդիրների առաջ գալ։ Դրա համար եթե անում են, բնականաբար անում են միասին։ Մեր պարագայում որ ոչ բան չուտի, ոչ մի բան չուտի ընդհանրապես։ Չուտի, ինքը այսինքն ես ուզում եմ ինքը դա նորմալ այդ մեթոդի ժամանակ նորմալ կլինի, թե ինքը 2 օր ոչ մի բան չուտի։ Հետո լրիվ նորմալ է, Թերեզա ջան։ Կարիքա լինելու դաժե ավելին ասեմ, ընդհանրապես մեծ մասամբ ամեն ինչ կախված է քեզանից։ Եթե դու սենց է էլի համեմատականը ընտրել հեշտ ուղի, համակերպել եղածի հետ ու ընտրել ուղի, որը դժվար է, բայց կարյալ արդյունք, ու դու պատրաստ ես այդ դժվար լինելու է, քեզ ասեմ, մի ամիս, 2 ամիս է դժվար լինելու։ Ու եթե դու մի քիչ այդ մեր մոտ էլ է դժվար եղել, չնայած նրան, որ իմ տղային, ասենք, ես չեմ տվել ոչ մի տեսակի, ասենք, այդ վատ բաները, բայց էլի հացակերել վերջը չէ, մեր հայկական ավանդույթը կա էդի։ Ինչ էի ուզում ասել, հա, ես իմ տղային որտեղ էի տալիս, Թերեզա, ուրեմն, որ պիտի հաց ուտեր, որտեղ խմեր, չէ, այդ հաց ուտելու պրոցեսը տանջամա համ ինձ, համ իրեն, վազելով, փախնելով, չուզելով, չուտելով, իսկ երբ որ այս ամեն ինչը փոխվեց, ես մի օրվա մեջ եմ փոխվել, հասել եմ ստեղ ու հասնելու հաջորդ առավոտյան արդեն սկսել եմ։ Այն ինչ որ չպիտի տամ չեմ տվել, ինչ որ պիտի տամ տվել եմ։ Ու ինքը որ նախկինում սեղանի մոտ նստել, սեփական ձեռքով հաց ուտել չի եղել, ինքը իր ձեռքով նստել ու ինքնուրույն հաց է կերել։ Ասենք իր կաշան կլիներ, ճաշը կլիներ, միշկը կլիներ, ինքը իր ձեռով։ Նույնը փոքրս, մեր առաջին հավելյալը եղերա այս մեթոդով։ Ես ուրիշ բան չեմ տվել փոքրին։ Երկուսով իրար հետ կերել են ու շատ հաջողվում։ Հասմիկը իմ հետևորդներից գրել է ինձ համար ամենը դեպս հացը ուտելու շատ դժվար է։ Ես լրիվ քեզ Հասմիկ ջան հասկանում, որտեվ ես հիմա արդեն sense պատկերացրեցի, որտեվ մեր ուտելու ռացիոնը, որ ես հիմա վերանայում եմ ոնց է լինելու, այդ առաջին հարցը դրա համար ես քեզ հետ տվեցի։ Ես գիտեմ, որ Սամվելից եթե ես սկսեմ, ինքը չի ուտելու։ Չէ, արդեն սխալ ես մոտենում։ Ասենք տես, այդ դու վեր խոսենք անկեղծ իրար հետ, որովհետև ես մի քիչ չեմ էլ սիրում էլի աչու ձախ տանել էլի ոնց է դու ընտրել ես որ քո երեխան ինքը չլացի, չնյարդայնանա, ստանա իր ուզածը, հանգիստ լինի, ապահով լինի, բայց դեպքում այդ ճիշտ չի եղել։ Դու գիտակցել ես որ ճիշտ չէ, բայց դու արել ես այդ բանը։ Հիմա այդ ամեն ինչը հենց չի որ անշրջելի է, անհետ չէ, այդ դու կարաս ընդամենը 10 օրվա մեջ հետ բերես։ Տանից հեռացնում ես բոլոր տեսակի ավելորդ բաները, օրինակ։ Ինքը եթե բունտ անում, թող անի, մի օր ստոված կմնա, 2 օր ստոված կմնա, 3-րդ օրը հաստատ չի դիվանա։ Համոզված եղի 3-րդ օրը դու յան ինչ ես ստելու է։ Չէ, ես արդեն այո, դու շատ ճիշտ ես ասում, որ գիտակցաբար եթե մոտիկանաս, քեզ ստվես, այո, ես վստահ եմ, որ ինքը այո, շատ դժվար անելու, իսկ կարող է մի շաբաթ դժվար լինի, բայց արդյունքում ինքը այո, ստոված երկար չի կարա մնա։ Հա, չի մնա։ Ու հետո երբ որ ինքը տեսա որ դու իր հետ նստում ես սեղանին, իր մոտ ուտում ես այն նույն բանը, ինչ որ ինքն է ուտում, վստահություն պիտի լինի, էլի, որ ինքը չնկատի դու իրան տվեցիր տեղ կերար, դու գնացիր խոհանոցում, ենթադրենք ինչ որ բան այնտեղ կերար, եկար նստար իրար իր կողքը ու ինքը այդ զգում է, անկախ դրանից։ Միանշանակ, դա Սիվար ջան, հարցն ձեր բալիկը քանի տարեկան է, հիմա քանի տարեկան է բալիկը քո։ Բալիկը 5 տարեկան է, այս տարի լրացել է 5-ը։ Լավ, դու շարունակի պատմել։ Ինչու՞մն է առանձնահատկությունը, Արիան։ Եկակ այդտեղ, ես անդադ քեզ ընդհատում եմ, բայց հարցերս որ շատ են, դրա համար ուզում եմ հարցերից պատասխանես։
Եկանք ստեղ ու մեր իմն ու Կարենյարյան խումբը երկրորդ խումբը, փոքրինս ամուսնուս էլ երկրորդ խումբը, փոքրինս առաջին խումբը։ Ինք ես արդեն մի քիչ դժվել է, որովհետև առաջիններին շատ ավելի բաներ կարելի է ներմուծել, որ երկրորդներին չի կարելի, բայց ամեն դեպքում ինքը էլի շատ հաճույքով, շատ հավեսով ուտում այն ինչ որ նու երբ որ տեսնեք իրանք ոնց են հաց ուտում, արդեն դա մի հատ մեծ հաճույք է, ոնց են իրանք երկու ախպեր նստում սեղանի մոտ իրանք չափաբաժինը ուտում։ Ու չափաբաժնի մեջ էլ սահմանափակում չկա, որ ոնց որ գրամ ինչ որ հարցեր չէ, տենց չկա, ինչքան ուզում այդքան ուտում են։ Պայմանավորված արյան խմբով տարաբաժանումը որոշակի մթերքներ, որոնք ուղղակի չեն մարսվում, էլի պայմանավորված մեր արյան խմբով ֆերմենտացիայով, դրանք ուղղակի չեն մարսվում ու իմաստ չունի, էլի, երբ որ կա խնդիր տաս լուծում, իմաստ չունի օրգանիզմը տանրաբեռնես մի բանով, որի օգուտ չկա։ Կոպիտ ասած, այս մեթոդով էլի ներմուծում ենք առավելագույն օգտակարություն ու առաջընթաց տվող մթերքները մեր արյան խմբով պայմանավորված։ Հետո բացի սնունդը շատ կարևոր է սպորտը, ամենօրյա։ Մենք ամեն առավոտ ցանկալի է իհարկե սոված, հենց առավոտն արթնացանք, դուրս են գալիս վազելու։ Այդ էլ հեշտ չի եղել, սկզբից վազել ենք երևի մի ամիս լացելով, ձեռից բռնած քաշելով։ Նու որ ասենք ճանապարհին ինձ կանգնացրել, դաժե նկատողություն են արել, որ քեզ դուր կգա, որ մեկը քեզ այդ ձևի չհագերտավոր էլի մտածող մարդիկ էլի։ Բայց այդ էլ ժամանակի ընթացքում հաղթահարվեց, սկզբում կիլոմետր ու կես, հետո 2 կիլոմետր, այս պայծրությամբ 3 կիլոմետր ամեն առավոտ վազում ենք։ Գալիս ենք նախաճաշ ու օրվա ընթացքում էլի պարտադիր մի անգամ գոնե կես ժամով մարզանք։ Կլինի լող, կլինի ուրիշ տեսակի մարզումներ, բայց պիտի լինի անպայման։ Բացի դա է քնի ճիշտ ռեժիմ։ Ամենակարևորը կոնկրետ մեր դեպքում ու հենց սամի դեպքում ամենակարևորը օրվա ճիշտ ռեժիմ, դիսցիպլինա, ասենց ասած։ Երեխեքը շատ են սիրում։ Իրանք ոնց որ դառնում են բուդելնիկի պես, իրանք բացի ժամը հասավ, իրանք գիտեն։ Իրանք քնելու ժամն հասավ, իրանք գիտեն, զարթնելու ժամը գիտեն։ Ասեմ, արթնանում ենք առավոտ 5:30-ից 6-ը, քնում ենք 8-ին քնած լինեն արդեն։ 8-ին քնում են, 5-ից 6-ը արթնանում են։ Հա, տեղի ժամով 9-ին արդեն քնած լինի։ Մեր բալիկը էպիլեպսիա, միոգլոնիկ էպիլեպսիա ու գիտեմ էլի արդեն զգում եմ, որ ամենաշատը մի տարուց հանելու եմ այդ դիագնոզը։ Ես ամենայն դեպս իմ համար հանելու եմ, ցանկություն չկա ինչ-որ փաստաթղթերի հետևից ընկնելու։ Այդպես հաստատ ես Ինչ Թերեզա ջան։ Ասում ես համոզված եմ, այդպես է լինելու է։ Ես վստահ եմ, որ այդպես է լինելու է։ Հա, որտեղ ես տեսնում եմ, էլի համ դինամիկան եմ տեսնում, համ ասենք, ուղղակի ով էլ որ տեղեկանում է ինչի համար ինչը ոնց, նույն ոչ չասենք, ոչ մեկ էլ չի իմանում։ Շրջապատում ոչ մեկ էլ տեսանելի չի, էլի։ Սննդակարգը հասկացանք, սպորտը հասկացանք, քնի ռեժիմը։ Այսինքն պարտադիր քնի ռեժիմ 5:30 քնում ենք, ներողություն, 8-ին քնում ենք։ Մինչև 9 տեղը ժամով վերեկացնենք, 9-ին պիտի քնած լինեն, առավոտներ եւ կարթնանան իրանց կամքով։ Իրանք սովորաբար արթնանում են 5-ից 6։ Արթնանալուց հետո վազք, գալիս են, ժամեր կա իհարկե սահմանված նախաճաշի, միջանկյալ ուտեստի, ճաշի, երկրորդ միջանկյալ ուտեստի, ընթրիքի։ Բացառությունների ցանկ կա։ Սննդի բացառություններ։ Հա, մոռանում ենք ընդհանրապես, դա վերաբերում է բոլոր տեսակի կենսական ցածաբույսերին, չասեմ։ Ասա, Սիժվար ջան, որոնք են դրանք։ Հացաբուկեղենը։ Ինչն էլ որ թվարկում եմ, Թերեզա ջան, դրանց բոլորին կա ալտերնատիվ միջոցներ, չի որ ասեմ հացաբուկեղեն։ Անձամբ մեր տանը ընդհանրապես հաց չենք գնում։ Ամբողջ տան անդամները մենք սնվում լավաշ։ Նույնիսկ եթե մենք ենք պատրաստում, մենք անպայման օգտագործում ենք դրա մեջ խմորիչ, ավանդական դրոժը, չէ։ Հիմա ինչը որ բացառում ենք ցանկից, չէ, անպայման կա դրան փոխարինողը։ Անենց չի որ ասենք եթե ասեցի շաքարավազ չենք օգտագործում, ուրեմն քաղցր ընդհանրապես չենք ուտում։ Կան փոխարինողներ շատ հոյակապ, մեղրը, թխկու օշարակը,
Այնտեղ գետնախնձորի օշարակը, որոնք համ շատ օգտակար են, համ էլ շատ հանգիստ կարելի է օգտագործել։ Հացաբուրկեղենը բնականաբար բոլոր տեսակի գնված խմիչքները կլինեն բնական, կլինեն արտառոց բնական, կլինեն էկոլոգիապես մաքուր, ինչ ուզում լինի գնված, խամքից գնված ոչ մի տեսակի ըմպելիք չենք օգտագործում, բացառությամբ գազավորված բնական հանքային ջուրը։ Կիսաֆաբրիկատ ընդհանրապես չենք առնում։ Մի խոսքով խանութից գնում ենք միայն հումք, միրգ, բանջարեղեն, մսամթերք, կանաչեղեն, բայց ոչ պատրաստի որևէ բան։ Ու դեռ լիքը ինքը շատ բարդ սիստեմա, կոնկրետ ինձանից ամիս ու կես պահանջվել է, որ ամեն ինչը նորմալ հասկանամ, իսկ տիրապետելու համար տարի է պետք եղել, ասենք որ ես տիրապետեմ կարողանամ այդ ինչ-որ մեկին փոխանցեմ։ Բայց էլի եմ ասում, այդ իմ օրինակն է, իմ ծանրաբեռնվածության հետ, ասենք ինչ որ մարդ ցանկություն ունի արագ այդ ամեն ինչը sense սովորելու, վերարտադրելու, հասկանալու կարող է եւ ասենք 2 ամսվա մեջ ամբողջովին տիրապետի ու գործածի իր կյանքում։ Այդ տենց ինչ մնաց ասելու։ Իսկ քո պրակտիկայում եղել են աուտիզմ ունեցող երեխաների դեպքեր։ Շատ տարբեր տեսակի, օրինակ մենք ունեցել ենք չաթ, պացիենտների չաթ ենք ունեցել 50-ից ավել, այնտեղ եղել են բազմաթիվ տարատեսակ, շատ ավելի բարդ խնդիրներ, շատ ավելի որ նույնիսկ վիդեոն միացնում ես, չես կարողանում մինչև վերջ նայել այդ մարդկանց պատմությունը, որ կա էլի։ Նկատի վարքային ոլորտի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եղել է ու գիտես ոնց է, կախված է յուրաքանչյուրից։ Եղել են մարդիկ, որոնք միացել են, մտածել են, որ ինչ-որ հրաշալի տաբլետկա պետք է իրանց տան, մի օրվա մեջ իրանք ոտքի կանեն ու իրանք ոչ մի ջանք չեն գործադրել։ Եղել են մարդիկ, որոնք ամեն ինչ արել են ու հասել են արդյունքների, կախված է քեզանից, կախված է յուրաքանչյուրից։ Հիմնականում մայրիկից, հայրիկից։ Երեխայից այդտեղ շատ քիչ բան է կախված, հիմնականում մեզանից է կախված, մեր հոգեվիճակից, մեր տրամադրվածությունից, մեր քայլերից, մեր ցանկությունից։ Հիմա այս ամբողջը համադրում եմ նաև մեկ այլ մեթոդ կա, որը շատ ավելի, ասենք ասած, արագացնում է գործընթացը, փսիխոսինթեզ, ինքը հոգեբանությունից երևի մի գլուխ ավելի վերև ինչ-որ մասնագիտություն ասեմ, չգիտեմ ոնց անվանեմ այդ, այսինքն մենք դասավորում ենք մեր հոգեբանական աշխարհը, դարակներով դասավորում ենք, դրա արդյունքում առաջին գնում մեր երեխաները։ Հասկացողություն կա սերդիչնայա պեդագոգիկա, սրտային մանկավարժություն, երբ որ դու ուղղորդում ես ոչ թե քով, ոչ թե գլխով, այլ սրտով, որովհետև շատ հաճախ մեր դաստիարակության մեջ մեր մտքերը, մեր խելքը, մեր գիտակցությունը խանգարում են, որպեսզի մենք ճիշտ մոտեցում ցույց տանք մեր երեխաներին։ Ու դեռ սովորում եմ, դրա մասին կխոսենք երևի մի քիչ ավելի ուշ, երբ որ արդեն ամբողջական պատկերացումը կունենամ։ Այս պահին զուգահեռ գնում ենք Շարունակի ես հարցս տամ, որ չմոռանամ։ Օրինակ հիմա եթե մեզ եթերից հետո շատ մայրիկներ գրեն, ուզենան իրանք էլ սկսեն այդ մեթոդով քո անցած ճանապարհով, հա, փորձեն դա, ոնց պետքա դա անեն, ում պետքա դիմեն, ոնց պետքա այդ ամեն ինչը կազմակերպեն։ Կարող են դիմել ուղիղ Բագդան Քրիստովին, ինքը ասենց ասեմ, թանկարժեք բուժումով, երբ որ դիմեն անմիջապես իրեն։ Կարող ենք մենք մեր ուժերով դու այնը որ իմանալ շատ པարզ էր ընթացիկ սննդակարգը, սպորտը, քնելը, հա դու ավելի པարզ հասկանալու համար մատչելի բացատրեցիր մեզ, բայց դա իրականում երկարաթև, հա ինչ որ թանկ է սննդի, չէ՞։ Լիքը մանրուքներ կա, որ միայն պրոցեսի ընթացքում է երևում։ Լիքը մանրուքներ կա։ Ահա։ Համի բան էլ մոռացած եմ, սննդի ռեժիմի մեջ, որ կան ֆասային օրեր, կան սովորական օրեր ու կան սոված օրեր։ Այսինքն օրեր, երբ որ ուտում ենք մենակ բուսական ծագման սնունդ, օրեր, երբ որ կարելի է նաև ներմուծել մսամթերք, հիմնականում օգտագործում ենք սովամթերք, ուրիշ բաներ ոչ ցանկություն կա արդեն ուտելու, ոչ էլ օրգանիզմն էլ ինքը արդեն չի պահանջում, բայց կարելի է, նենց չի որ չի կարելի։
ու ամսվա մեջ ցանկալի է շաբաթական մի օր, բայց մենք այս պահին արդեն ամիսը 2 անգամ լուսնային օրացույցով պայմանավորված սննդակարգը որոշում է օրերը, որ օրը ինչ կարելի է ուտել, կախված է լուսնային օրացույցից։ Յուրաքանչյուր ամսվա համար առանձին գրում են հաշվում։ Օրը մենք էլի բուսական սնվենք, չիմանանք ինչ որ բրիպում լինի, մենք էլի բուսական ճիշտ սնվենք, կարող սնվենք ինչ որ չի կարելի, ինչ որ շեղում լինի սննդակարգի, դա էլի սխալ բացասական հետևանք է ունենալու բուժման ընթացքում։ Բացասական հետևանք չի ունենում, ուղղակի դանդաղում է արդյունք։ Ինքը երբ որ առողջ սնվում ես, ինքը բացասական հետևանք չունի, բայց ինչքան արագ տեղի կունենա, կախված է նրանից, թե դու ինչքան պատասխանատու կմոտենաս այդ ողջ process-ին։ Ну, սենց ընդհանուր այսպես է։ Եթե ցանկություն կլինի, կարող են բացել ընդհանուր Դիմում են ում ասացիր, Սիլվար ջան, Բագդան։ Բագդան Կրիստոֆ։ Ամսեկան բուժում է իր մոտ 400։ Չէ, աշարունակի։ Իր մոտ ամսեկան բուժումը խնդրով երեխաների պարագայում մինիմալ, եթե ինչ-որ զեղչեր անի, 300 եվրո արժի ամեն ամիս։ Ինքը ամենօրյա կապի մեջ է, բացատրում է, ուղղություն է ցույց տալիս, բուժվել կարելի է աշխարհի ցանկացած կետից, չկա կոնկրետ մի հատ վայր, որտեղ։ Մենք կոնկրետ հիմա գտնվում ենք Կրասնագորսկում, Մոսկվային մոտ, հենց Մոսկվային կպած։ Բայց ցանկացած կետից կարելի է անել։ Այդ պայմանավորված չի ինչ-որ տեղով, ուղղակի ձեզ հարմար լինի ու ձեր շրջապատը դրան նպաստի։ Պարզ է։ Այդպես է։ Շատ հետ, քանի տարի է դուք արդեն այդ մեթոդով եք ապրում, այսպես ասեմ, հա։ 2 տարին էսա դրան։ Այդ 2 տարվա ընթացքում կոնկրետ, հա, մենք ասում ախտորոշում այդ EEG-ի տվյալները ցույց են տալիս, որ կոնկրետ կա դինամիկա երեխայի մոտ։ Հա, արել ենք EEG երևի մի 3 ամիս առաջ, ու նույնն է եղել, ինչ որ ասենք դեղորայք ընդունելու ժամանակ։ Պատկերացնում ես, չէ, դեղորայք ընդունելիս, երբ որ մեր մոտ մինիմալ պրիստոպներ են, ու հիմա որ դեղորայք չենք ընդունում։ Եթե նույնիսկ երեխաներ տանձեն վերևում է։ Չէ, դեղորայք առաջի 6 ամիսը հանել ենք, ու տարի 4 ամիս արդեն, տարի 5 ամիս, որ դեղորայք չենք ընդունում։ Դա ես քանի որ ինչ որ առումով ծանոթ եմ, հա, խնդրին, որովհետև մեր մոտ էլ կան շատ բալիկներ հաճախող, որոնք նաև ունեն, հա, էպիլեպսիա ունեն, բայց իրանք նաև զարգացման լուրջ խնդիրներ ունեն։ Ես ոնց հասկացա, քո բալիկը հիմա չունի զարգացման խոսքի հետ կապված, զարգացման հետ կապված խնդիրներ չունի։ Մենք հիմա Լիլիին գիտես Տերեզա ջան, երևի։ Լիլի Մանվելյան Լիլի լոգոպեդ։ Հա, գիտեմ, իհարկե գիտեմ։ Մենք իր հետ ենք զբաղվում ու ինքն էլ շատ հաճախ ասում է, որ շատ լավ է։ Ինքն էլ համեմատում է անընդհատ իր մոտ եղած երեխեքին ու Կարենին։ Հիմա, ասենք, որ համեմատում եմ իր տարիքայիններին ու իրեն, կարող է լինի մի տարվա տարբերություն։ Նախքան բուժումը եղել է 2-3 տարվա տարբերություն։ Շատ լավ։ Զարգացման համեմատական է, էլի։ Աղջիկների, եթե Սիլվարդին հարցերել ունենք, գրեք հիմա, մենք էլի ձեր հարցերին սիրով կպատասխանենք, որովհետև ես գիտեմ, որ հիմա եթերը հենց ավարտվի, սկսելու եմ դիրեկտը հարցերով, հիմա հարցերը, որ մենք ձեր ամբողջ հարցերին պատասխանենք։ Ընդհանրապես, ես չգիտեմ, վերջերս ես էլ ուղիղ եթեր ունեցա, Նեմեչկի պրոտոկոլին, չգիտեմ, տեսել ես այդ եթերը։ Ես ներկայի։ Հա, ես էլ եմ շատ զայրանում, որ այսօր աուտիզմի համար տարբեր մեթոդներ են առաջարկում ու բժշկական մակարդակում են այդ ամեն ինչը անում, որ գիտակցում ես, որ դա ընդամենը փող, հա, փող աշխատելու մեթոդ է դարել, ոչ մի էֆեկտիվություն։ Ուղղակի չուզեցա էլի քո ոգևորությունը կոտրեմ, քանի որ այն ինչ որ իրանք առաջարկում էին, այդ ուղղակի, ասենք,
սովորական սննդի միջոցներ ինչ որ հատուկ նշանակություն են իրանց տալիս, չգիտեմ, տեղորայքի տեղ են օգտագործում։ Չէ, Գիտեմ ես ինչ հա, ասեմ։ ինչ որ մի բան չի կարող համոզի, ես ոչ մի բան, ես մինչև արդեն, քանի որ արդեն երկար ճանապարհ եմ անցել, ինձ արդեն չի, այտենց հեշտ համոզել, չեն կարող հեշտ համոզեն։ Հա, ես պիտի տեսնեմ արդյունք, տեսնեմ ինչ որ արդյունք հստակ, շոշափելի, տեսանելի արդյունք, որ հավատամ, որ այո, այս ինչու գործող մեթոդ է, ես արդեն 17 տարի ասեմ, ոչ մի տենց արդյունք չեմ տեսել։ Ես ինձ շատ մայրների վրա եմ զարմանում, որ այսօր ինձ գրում են, որ տարել են այդ Վրաստան են հասցրել ահագին մեծ գումար են ծախսել այդ ցողունային փոխպատվաստում ունենալու ոչ մի արդյունք չկա, բայց իրենց ավելի հեշտ է այդ ամեն ինչին հավատալ։ Տեսեք, աուտիզմ խմբում, ես աուտիզմ խումբ եմ վարում Facebook-ում, երբ որ թեմաներ են քննարկում, հարցադրումներ են անում, այնքան պասիվ, ոչ մեկ ոչ մի կամենտ։ Կներես, վերեսնդհատենք, պահպանենք, նորը մտնենք, որ կեսից չկանգնեցնի Instagram-ը կորի։ Հիմա դուրս գանք պահպանենք ու նորից մտնենք։ Okay, okay. Լավ։